Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանին։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հակոբյան, օրերս դատարանը ձեր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանքը փոխարինեց տնային կալանքով եւ 5 միլիոն դրամ գրավով։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում դատարանի այս որոշումը, կարող ենք քիչ թե շատ հույս ունենալ, որ արդար դատաքննություն տեղի կունենա եւ կխնդրեմ նաեւ տեղեկացնեք, արդեն հաջողվել է հավաքել անհրաժեշտ 5 միլիոն դրամ գրավը, քանի որ մամուլը գրել էր, որ Դավիթ Գալստյանի ընտանիքը նման միջոցների չի տիրապետում։ Սկսեմ վերջից գումարից միանշանակ որևէ մեկը չունենք այդպիսի գումար, ինչքան էլ լեգենդներ փորձեն պատմել մեր կարողությունների կամ մեր մասին։ Դեռևս 2 ամիս առաջ, երբ հույս ունեինք, որ հնարավոր է տնային կալանքի այդ հնարավորությունը առաջանա, բազմաթիվ ընկերներ պատրաստակամություն էին հայտնել, որ իրենք աջակցելու են, եւ այդպես էլ եղավ, այսինքն դա ընկերների միջոցով հավաքված գումար է, որը եւ հնարավորություն տվեց, որպեսզի իմ գործընկերը արդեն իր տնային իր կալանքը անցկացնի տանը։ Սա ըստիս ոչ մի կերպ արդարության, արդարադատության որևէ էլեմենտ չունի իր մեջ եւ անկեղծ ասած հասկանալի է այդ էմոցիոնալ պահը առաջ պահին, երբ հայտարարվեց այդ մասին, միայն այն տարբերությունը, որ Դավիթը արդեն կալանավայրում չէ, այլ տանն է մի փոքր ավելի հոգատության ներքո անդամների տան եւ ընդհանրապես ավելի հանգիստ պայմաններում, իհարկե դա ավելի լավ է, քան կալանավայրում, բայց եթե խորքային ենք նայում, այստեղ չկար արդարություն, այստեղ չկա արդարադատություն, որովհետեւ նույնիսկ եթե մի օր մեր 18 ընկերներին կամ 17-ին ու մեր Սրբազանին, Բագրատ Սրբազանին արդարացնեն, դա եւս արդարադատություն չի, որովհետեւ ուղղակի այդ մարդկանց պետք է ազատ արձակեն, ներողություն խնդրեն, կոմպենսացնեն այն բոլոր հոգեբանական եւ ֆինանսական ծախսերը, որոնք իրենք արել են եւ ընտանիքի անդամները հայտնվել են այդ իրավիճակում։ Այսինքն ի սկզբանե մտածել, որ այս դատավարությունը արդար է եւ այս դատավարությունը ինչ որ հիմքեր ունի, դա կեղծողություն է, որովհետեւ գոնե այս ընթացքում, գիտեք, մի փոքր այլ է էկրանից այն կողմ, մի փոքր լրիվ այլ իրականություն ես տեսնում դահլիճում նստած եւ գոնե ակնհայտ է, որ փաստաբանների այդ խումբը բավականին հզոր աշխատանք կատարեց եւ ամեն դատավարության ժամանակ ոչնչացնում, փշրում են բոլոր կեղծ մեղադրանքները, որոնք հնչեցնում են հանրային մեղադրողները։ Նույնը ձայնագրությունը երբ հրապարակվեց, տեսանք, որ Սրբազանը ինչ էր։ Այո, դա ձայնագրության մասով, որ այսպես շատ ամենամեծ է, այսպես կարծես թե այդ դրվագն էին ամենաշատը ներկայացնում հանրությանը։ Նույնիսկ այնքան էին չափ հանցել ուսապարկերը, որ ազգային ժողովը օգտագործում էին, որպեսզի կոնկրետ ուղղորդեին իրավապահ մարմիններին ինչ կերպ պետք է գնա այդ ընթացքը եւ առեսօր իհարկե այդ ուղղորդումը կա ու ակնհայտ է ու դա զգացվում է, որովհետեւ այն պահվածքը, որ ունեն հանրային մեղադրողները, դա սահմաններից դուրս է, որևէ հոդաբաշխ բացատրություն, տրամաբանական, ել չեմ ասում իրավական, գիտեք, իրավական մասը էլ չենք քննարկում, իրենց խոսքում դու չես տեսնի, նույնիսկ իրենց մտքերը ձևակերպելիս չեն կարողանում հայեցի ձևակերպել, այնքան խառնաշփոթ է, այնքան իրենք հասկանում են, որ արդեն այնքան խորն են գնացել իրենց ստի ու կեղծիքի մեջ, ու այնքան են իրենք գործիք այս պահին այս իշխանություններին, որ ես չգիտեմ, որ պահին են իրենք կանգ առնելու կամ կանգ առնելու են, ունեն այդքան բարոյականություն, որ կանգ կառնեն։ Բացառենք, որ արդար դատավարություն կարող ենք ունենալ։ Արդեն իսկ չկա եւ պարզ է, հստակ է, որ այնտեղ ուղղորդում եւ ճնշում իշխանությունների կողմից ակնհայտ է եւ ցավոք սրտի այնտեղ նաև մարդկային արժեքներից այլևս չես կարող խոսել, իրավականի մասին նորից եմ կրկնում, չենք խոսում, որ հասկանան, որ ի վերջո մի օր հաստատ ավարտվելու է ամենը եւ այդ նույն դատարանում որպես մեղադրյալներ լինելու են հենց իրենք, միանշանակ լինելու են, որովհետեւ ինչպես նախորդ անգամ իմ հայաստանյան գործընկերը Արթուր Սարգսյանը
խոսեց ու նշեց դեպքեր, թե ինչպես են այդ նույն հանրային մեղադրողները այսօր կալանավայրում իրենց հենց պես ծառայելու պատրաստակամության արդյունքում։ Նույն դատավորը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանին վճիռ ներկայացնում, այսօր իր իշխանությանը հաջող որոշումներ է կայացնում։ Այսօր իշխանությանը հաջող որոշումներ եւ գիտեք, նույնիսկ որոշումները մի կողմ բացարձակ անտարբերություն։ Եվ գիտեք, ամենացավալին որն է, որ իրականում այո, չկա այդպիսի դատավարություն, որտեղ հանրային մեղադրողները չափը չանցնեն ու լկտի պահվածք ուղղակի չդրսևորեն եւ սաստումը դատավորի կողմից կամ չես տեսնում կամ դա այնքան մեղմ է, որպեսզի հանկարծ իրենից երևի թե չվիրավորվեն կամ հետո որևէ խնդիր ինքը այդ առումով չունենա։ Օդկին Հակոբյան, այսօր հոկտեմբերի 14-ն է, սա 44-օրյա պատերազմի այն ժամանակահատվածն էր, երբ ակնհայտ էր, որ հայկական կողմն այլևս հաղթելու շանս չունի, իսկ իրավիճակն օրեցօր ավելի էր վատանում, բայց միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահի հայտնի առաջարկը հոկտեմբերի 19-ին, որով անգամ Շուշին էր մնալու հայկական վերահսկողության տակ։ Կխնդրեմ ներկայացնեք այդ օրերին Արցախում ինչ տրամադրություններ էր տիրում եւ դուք որպես ազգային ժողովի падգամավոր, ով նախագահի հետ ամենօրյա հանդիպումներ էր ունենում խորհրդարանում, տեղյակ եք, որ բանակցային սեղանին նման առաջարկ է դրվել, որը Նիկոլ Փաշինյանը մերժել է։ Ես ավելին կասեմ, սա այն ժամանակահատվածն է իհարկե, երբ հանձնվեց Հադրութը, որտեղ հոկտեմբերի 11-ին արդեն իսկ հանձնվեց, եւ եթե հիշում եք, դա այն ժամանակահատվածն է, երբ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ հաղթել ենք։ Ստեփանակերտի դպրոցում նստած։ Այո, Հադրութում է եւ հաղթել ենք։ Այսինքն շատ այդ աշյանի, հա, իրենք խեղաթրում էին եւ իրականությունը, որը որևէ կերպ չէր հասնում այստեղ մեր հայրենակիցներին։ Ես ասեմ ավելին, որ ոչ միայն հոկտեմբերի 19-ին, այլ նման առաջարկ եղել է նաև հոկտեմբերի 10-ին, եւ ինչ եմ ես վստահացում, հիմա իրենք ինչպես էլ ստեն, կեղծեն, կամ են մարդիկ, ովքեր չեն եղել Արցախում, չհասկանան կամ չհավատան, չպատկերացնեն, ես ասեմ, որ դա մենք շոշափելի էինք զգում, նույնիսկ մեզ պետք չէր ասել, որ ինչ-որ նման գործընթաց կա, որովհետեւ 44 օրերի ընթացքում այդ երկու օրը դաջվել է մեր հիշողության մեջ, դա հոկտեմբերի 10-ը եւ հոկտեմբերի 19-ն էր, երբ Ստեփանակերտը չէր ռմբակոծվում, որովհետեւ ամեն առավոտ ժամը 7-ին սկսում էր ինտենսիվ ռմբակոծություն են Ստեփանակերտում եւ այդ երկու օրը ռմբակոծություն չի եղել եւ տարօրինակ զգացողություն էր, մենք արդեն սովորել էինք արկերի պայթյունները անընդհատ այդ անօթաչ սարքերի աղմուկը եւ ուղղակի այդ ձայները չկային, դա տպավորվել է, այսինքն այո ակնհայտ է, որ կար գործընթաց հրադադարի ուղղությամբ, որը այնուհետև մենք շատ անմիջապես այդ ինֆորմացիան ստանում էինք, որ հենց հայկական կողմը մերժել է հրադադարի առաջարկը։ Այսինքն եթե հոկտեմբերի 10-ին տեղի էր ունենում եւ ընդունվում էր հրադադարի առաջարկը, ոչ միայն Շուշիի մասին կխոսեինք, այլ կխոսեինք Հադրութի, որտեղ Շուշին ընկավ, երբ հանձնվեց Հադրութը, բոլորը շատ լավ գիտենք, ինչպես արերով, ձորերով, Հադրութի ուղղությամբ են առաջ խաղացել, հենց ոտքով եկան ու լցվեցին Շուշին։ Եվ դա իրոք այդ բային արդեն անկառավարելի էր։ Այդ օրերին, իհարկե, այո, անընդհատ հանդիպումները առավոտյան ժամը 8-ին տեղի էին ունենում ազգային ժողովի այդ նկուղային հարկում, որտեղ հանդիպում էինք ունենում Արցախի նախագահի հետ, Արայիկ Հարությունյանի, եւ որևէ մեկը չի կարող հերքել Արայիկ Հարությունյանը անդադար ու անընդհատ այլայլված էր եւ հասկանալի էր, գիտեք, այն ժամանակ կարծում էի ավելի շատ, որ տեղեկություն ունի, որը մեզ չի հայտնում Արայիկ Հարությունյանը։ Հիմա այսքան ժամանակ անց կամ ավելի շուտ պատերազմից անմիջապես հետո ուղղակի հասկանալի էր, որ Արայիկ Հարությունյանին ուղղակի չէին տեղեկացնում եւ որպես այդպեսին ինքը տեղեկացված չէր հիմնականում կա ընդհանրապես բանակցային գործընթաց թե ոչ, ինչու եմ ես վստահացում, որովհետեւ հանդիպումների ժամանակ եթե բոլոր տղամարդ падգամավորները անընդհատ նախագահին
հարց էին տալիս, թե որ հատվածում ինչ իրավիճակ է, ինչ զենքերի քանակ կա, ինչ պաշար կա, մի խոսքով այդ պատերազմական, իրավիճակից են խոսում, ռազմական իրավիճակներից, որին ես բնականաբար չէի տիրապետում, ես ամեն անգամ իրեն նույն հարցն եմ տվել, կա բանակցային գործընթաց, որովհետև զենքերը իրենք անընդհատ կրակելու են, չեն լռելու այնքան ժամանակ, քանի դեռ ուղղակի լռում է բանակցային գործընթացը, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում Արցախում ակնհայտ է, որ որևէ գործընթաց Հայաստանի իշխանությունների կողմից տեղի չի ունենում, որպեսզի հակառակ process տեղի ունենա, այսինքն կանգ առնի պատերազմը կամ ինչ որ բանակցային գործընթաց տեղի ունենա այդ ուղղությամբ։ Եվ ամեն անգամ Արայիկ Հարությունյանը անպատասխան էր թողնում այդ հարցը եւ ավելի էր բորբոքվում, ավելի բարկանում ու ուղղակի պարզ էր ակնհայտ, որ ընդհանրապես ինքը որևէ բանից տեղեկացված չի եւ հիմա շատ ավելի ակնհայտ է դառնում այս տարիներ անց, որ հիշում եք իր հայտնի տեսահոլովակները, իր հայտնի նկարները, դիրքեր էր այցելում, սուրճ էր խմում, Շուշիի մատույցներից կոչեր էր անում, առավել քան վստահ է, որ ինքը այլևս իրավիճակին չէր տիրապետում, ինքը չուներ տեղեկություն եւ ամբողջովին իր համար փակ էր նաեւ ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, ինչ է տեղի ունենում սահմանին եւ անում էր այն, ինչ իրեն հրահանգում էին Հայաստանի իշխանությունները այն ժամանակ։ Նաեւ որոշումների մասին չէին տեղեկացնում, փաստացի։ Որոշումների մասին չէին տեղեկացնում եւ դրա որպես վառ ապացույց ես ամեն անգամ ասել եմ, որ ամեն անգամ Արայիկ Հարությունյանի խոսքը, կոչը դա աղերս էր փրկելու իրեն, որովհետեւ դեկտեմբերի 11-ին, արդեն պատերազմից հետո 2020-ի դեկտեմբերի 11-ին Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հստակ ամենակարևոր բարբերությունը այդ երկար հայտարարության մեջ այն էր, որ իրեն սև եւ մութ ուժերը թույլ չեն տվել կատարել գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները եւ ըստ էության սահմանադրությամբ իր լիազորությունները ինքը չի կարողացել կատարել հենց այդ պատճառով եւ երբ ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ առիթ եղավ հնարավորություն հարց տալու Արայիկ Հարությունյանին, ես իրեն հենց այդ հարցն եմ տվել, ովքեր էին այդ սև ու մութ ուժերը, արդյոք դա հենց Նիկոլ Փաշինյանն էր, ոչ հերքեց Արայիկ Հարությունյանը, ոչ հաստատեց, այսինքն այո, դա նաև առիթ էր, որպեսզի մենք մտածեինք, որ դա հենց Նիկոլ Փաշինյանն էր, որից հետո ես անմիջապես դիմել եմ գլխավոր դատախազին ու պահանջել, որպեսզի վարույց սկսեն հենց այդ ուղղությամբ նախագահի հայտարարության այդ բարբերության դրվագով եւ հայտնաբերեն ովքեր են եղել այդ սև ու մութ ուժերը, որոնք թույլ չեն տվել, որպեսզի Արայիկ Հարությունյանը կատարի իր պարտականությունները ու լիազորությունները սահմանադրությամբ։ Այսինքն հիմա որ այս, գիտեք, այդ թվում էր թե կծիկը խառն է, հնարավոր չի, բայց իրականում շատ այսպես իրար հետևից, որ դիտարկում ես այդ ամենը հասկանալի է դառնում, որ ի սկզբանե պատերազմը դեռևս 2019-ի ամռանը վերածննդի հրապարակում աղաղակելը Նիկոլ Փաշինյանի հենց դա էր նշանակում ազդարարում էր պայմանավորվածությունների սկիզբը եւ մենք այն ժամանակ շատ ակնհայտ դա տեսնում էինք, հասկանում ու անընդհատ խոսում այդ մասին, բարձրաձայնում հանրությանը տեղեկացնում, որ մեզ պատերազմ է սպասում, այսինքն պլանավորած էր եւ պատերազմի ընթացքը եւ ցավոք սրտի, որ ամենաանտանելին է ու հնարավոր չէ ընկալել, զոհերն էին պլանավորած եւ որի մասին նաեւ Նիկոլը խոսել է ազգային ժողովի անունից։ Կունենայինք նույն պատկերը առանց զոհերի։ Այո, բայց ես որոշեցի, որ պիտի լինի այսպես։ Այսինքն այս մարդիկ պլանավորած, որը դեռևս ինչ իշխանազավթումը Հայաստանում իրենք արդեն ունեին պայմանավորվածություններ, արեցին, այդպես հերթով տարան ու հասցրեցին նրան, որ Արցախը ուղղակի պիտի հայաթափվեր։
Գործող իշխանությունը 2021 թվականին վերընտրվելուց հետո խոստանում էր բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ու պատճառները, ավելին մեղավորների անուններ էին նշում, որ հանրությանը հայտնի կդառնա, սակայն ազգային ժողովի հայտնի հանձնաժողովի զեկույցը այդպես էլ չհրապարակվեց, պատճառաբանելով, որ համապատասխան ժամկետներն են խախտվել, դրա համար արխիվ է ուղարկվել։ Ես իհարկե անձամբ մեծ ակնկալիքներ չունեի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի զեկույցից, ինչ որ բացահայտումներ չէի սպասում, բայց այնուամենայնիվ ինչ եք կարծում, ինչու է զեկույցը չի հրապարակվում, ինչ է տեղ գտել դրանում, որ չեն ուզում մեր հանրությունը իմանա այդ մասին։ Իհարկե, ես վստահ եմ, որ դա այսպես ամբողջ պատասխանատվությամբ չի կատարվել, այդտեղ իրականությունը եւ իրողությունները ամբողջովին բացահայտված չեն, բայց վստահ եմ, որ կան այդտեղ դրվագներ, որի մեղավորներին պատասխանատվություն կանչելը նշանակելու իրենց ստեղծած բուրգի քանդելը, այսինքն կարծում եմ որևէ մեկիս համար այդպես շատ պարզ է, որ գլխավոր մեղավորը եւ պատասխանատու հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունների ղեկավարն է, հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այն ինչ որ մենք տեսել ենք, ես վստահ եմ դա եւս տեղ է գտել այդ զեկույցում, այն որ բարձրադիր հրամանատարական կազմը իր տեղում չէր եւ այն հրահանգները, որոնք տրվում էին, դա իշահ մեր զինվորի չէին տրվում, իշահ այն բանի չէր տրվում, որ Արցախը կարողանար դուրս գալ այդ իրավիճակից, ոչ այնպես, ինչպես որ իբրև թե դուրս եկավ նոյեմբերի 9-ին եւ ես դրա հետ կապած չգիտեմ իրենք արդյոք այդ զեկույցում ներառել են այն դրվագը, երբ հայտնի ԿՊ-ականները նաև իրենց Facebook-յան էջերում էին գրառում արել մինչև Արցախ գալը, որ գնում են առաջնագիծ, իհարկե իրենց առաջնագիծը վերածնդի հրապարակի Արմենիա հյուրանոցից այն կողմ նախագահի նստավայրներ ուղղությունից այն կողմ չանցավ, գոնե մենք դրա ականատեսն ենք եղել եւ ոչ միայն ես, այլ շատ շատերը եւ հավանաբար բոլոր պատգամավորները Արցախի Հանրապետության ամեն դեպքում մի դրվագ կա, որը չեմ հիշում, խոսել եմ այդ մասին թե ոչ, ինչպես էինք մենք, ես էլ եմ եղել այդ պատգամավորների շարքում, ԿՊ-ական պատգամավորներին, նաև այն ժամանակ ազգային ժողովի նախագահին Արարատ Միրզոյանին խնդրում, բառիս բուն իմաստով խնդրում, աղաչում, պաղատում, որ բաց թողնեն այն հրամանատարներին, որոնք կալանավայրերում են, որոնք կալանավորված են, որովհետև ուղղակի իրենց բանակի այդ կեղծ բարեփոխումների ժամանակ ենթադրենք ելակին են դեմ եղել կամ զինվորին միգուցե թթու խոսք են ասել, որ իրենց բարեփոխումների շրջանակների մեջ չէր տեղավորվում կամ այն նուրբ, չգիտեմ, աղջկական պահվածքը չեն ունեցել, որը պիտի հարիր լիներ Նիկոլի բանակի հրամանատարին եւ խնդրում էինք հիմնավորելով, որ այդ մարդիկ տասնյակ տարիների փորձ ունեն բանակի կառավարման, այդ մարդիկ 90-ականների պատերազմի բովով անցած եւ հաղթանակած հրամանատարներ են, որոնք պիտի անպայման լինեն առաջնագծում։ Որևէ կերպ արձագանք չունեցանք այդ խնդրանքներին։ Հուսով եմ, որ դրա մասին եւս կա զեկույցում, որ այո, հենց այն ժամանակ կամ զեկույցում դրվագներ լինեն, ինչպես շատ հրամանատարներ խելագարվեցին հենց պատերազմի ժամանակ, որովհետև երևի թե զինվորին մենակ էին թողել։ Մի խոսքով կան բաներ, որոնց մասին ես չեմ ուզում դեռևս խոսել եւ դժվարանում եմ նաեւ խոսել, որովհետեւ ինչ որտեղ նաեւ այդ հրամանատարները մեղավորություն չեն ունեցել, իրենք ուղղակի ունակ չէին հրամանատար լինելու, բայց իրենց բերել էին դա անելու, մարդկանց ովքեր չգիտեին Արցախը, մարդկանց ովքեր տեղանքին ծանոթ չէին, մարդիկ ովքեր չէին ճանաչում Արցախը, կա արդյոք դրա մասին զեկույցում, կա արդյոք ինչպիսի հրամաններ էին իջեցվում այստեղի այն ժամանակվա, չգիտեմ, պաշտպանության նախարարության ղեկավարների կողմից, կա ինչպես էր ղեկավարվում պաշտպանության բանակը, որտեղ դա մենք տեսել ենք,
Դա մենք տեսել ենք, երբ օրինակ հադրութը չկար, բայց զինվորներին ուղարկում էին հադրութ։ Այո, ուղարկում էին հադրութ եւ այդ զինվորները 18-20-ամյա զինվորները ուղղակի վառվում էին անօթաչու սարքերի հարվածներից։ Միգուցե ուղղորդվում էին Արծրուն Հովհաննիսյանի Facebook-յան գրառմամբ, չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ դրանք կան այդ զեկույցում եւ հենց այդ պատճառով իրենք չեն հրապարակում, որտեվ նորից եմ կրկնում եմ։ Չի հաջողվել ցանկալի պատկերը կերտել։ Այո, որը ստեղծել է այսօր Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով 3 տասնամյակների ընթացքում տեղի ունեցող բանակցային գործընթացը եւ այդ գործընթացը վարողներին, միգուցե հենց դա է պատճառը, որ չեն անում։ Սրան զուգահեռ սեպտեմբերյան մեր հիշատակի օրերին ոչ մի պաշտոնյա այդպես էլ եռաբլուր չայցելեց։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանում մեծ խրախճանք ու հեծանվաված կազմակերպվեց, սեպտեմբերի 19-ին Արցախի բռնազավթման օրը Փաշինյանը լավ օրվա սկիզբ մակագրությամբ տեսանյութ էր հրապարակել, իր նախարարներից մեկն էլ նշել էր, որ մեր անկախության իրական օրը հենց սեպտեմբերի 19-ն է։ Ինչով եք պայմանավորում նման պահվածքը եւ ինչու են ամեն կերպ փորձում ել ավելի ցավացնել արցախցիներին, հատկապես ովքեր անցան այս ամեն ինչի միջով։ Իրենք էլ չեն ցավացնում մեզ։ Իրենք վաղուց մեզ չեն ցավացնում, երևի թե գոնե ամենակիչը 20 թվականի նոյեմբերի 9-ից, երբ այո, կապիտուլյացիա ստորագրեց Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Եվ իրենք այլևս ավելին չեն էլ կարող անել, որ ավելին ցավացնեն։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Իրենք հանցագործ են։ Հանցագործներ, որոնք այո մի ողջ ոսկե սերունդ, մատաղ սերունդ են ոչնչացրել։ Գիտեք, ես այս տարիների ընթացքում անընդհատ մտածել եմ, որ գիտեք, հայրենիքը միշտ հնարավոր է հետ բերել, միշտ, ինչ որ մի պահի, այսօր կլինի վաղը 10 տարի հետո, ինչ որ ժամանակահատված հետո, բայց նահատակներին մեր որևէ կերպ չեն կարող հետ բերել։ Այն նահատակներին, որոնք իրականում այո հավատում էին ու իրոք հենց այդպես էլ եղել է, իրենք հայրենիքի համար էին պայքարում։ Իրենք պայքարում էին, որ ոչ թե ինչպես այս իշխանություններն են ներկայացնում, որ մենք ապրեինք, լավ ապրեինք, ոչ։ Մինս եմացրեք, իրենք դրա համար չեն զոհվել։ Իրենք զոհվել են ոչ թե որովհետև իրենք ժառանգություն էին ստացել հայրենիք ու պիտի պահեին, ոչ, որտեղ իրենք 18 տարեկանում գիտակցում էին, որ իրենք պարտավորություն ունեն սերունդների հանդեպ հայրենիք փոխանցելու եւ իրենք այդ հայրենիքն էին պահում, որ փոխանցեին։ Իրենք չեն զոհվում, որ հանրապետության հրապարակում խրախճանք կազմակերպեինք մենք։ Ոչ։ Եվ ես այդ օրերին արդեն 5 տարի շարունակ իմ ականջներն ու աչքերը փակ եմ այդ օրերը անցկացնում, հավատացեք իրոք։ Ես բացարձակ չեմ կարողանում տանել այդպիսի բաները եւ այո ինձ համար անհասկանալի է ու զզվելի է նույնիսկ իմ հայրենակիցների այդտեղ երկելը, ապարելը, տրճիկ տալը։ Ներողություն էլ չեմ խնդրելու դրա համար, որովհետեւ մեր երեխեքը չեն զոհվել, որ այսօր ցոփ ու շվայտ կյանք վարեն ու տրճիկ տան։ Չեմ ասում պետք է սքալ, ոչ։ Ես չեմ սքում, ես անդադար չեմ լացում, երևի թե արդյունքներս էլ են ցամաքել, բայց պետք է պայքարել, որ ինչպես ոմնտիկին էր ասում, հանուն ոչինչի չլինի այդ ամենը։ Ինձ համար դա, չգիտեմ, հնարավորություն է եւ դա է ինձ ուժ տալիս պայքարելու, ապրելու, որ ամեն կերպ պիտի ապացուցեմ, որ այդ տղաները զոհվել են հանուն հայրենիքի եւ դա պիտի մեր հանրությունը ընկալի ու հասկանա։ Եվ ինչու իրենք չեն գնում այդ օրերին, ակնհայտ է հանցագործության դեռ թարմ ժամանակահատվածում անպայման վերադառնում է հանցանքի վայր, ինչը իրենք անում էին սկզբի ժամանակահատվածում։ Զոհվածների ծնողներին ուժայինների միջոցով գետնին քարշ տալով։ Ու ցույց տալու, հա, այնտեղ ծնկելով, չգիտեմ, ինչ դերասանություններ անելով, ավելի սուր որակումներ չեմ ուզում տալ, շոշափում էին դրանով, հասկանում եք, ինչպես հանցանք գործածը վերադառնում է հանցանքի վայր, որ տեսնի արդյոք ինքը չոր ապացույցներ թողել է թե ոչ։ Եթե չի թողել, թեթևացած շունչ է քաշում ու հեռանում հանցանքի վայրից, այլևս երբեք չի վերադառնում։
Այն ժամանակահատվածում, երբ իրենք քարշ էին տալիս զոհվածների ծնողներին, բռնաճնշումների էին ենթարկում, կալանավորում էին, առ այսօր, դատական պրոցեսներում են զոհվածների ծնողները, իրենք այդ ժամանակ հասկացան, որ իրենց հանցանքի հետքերը իրենք մաքրել են, ինչու, որովհետև 100 հազարավոր մարդիկ ուղղակի դուրս չեկան ու զոհվածի ծնողին քարշ տվող ձեռքը չկոտրեցին ուղղակի բառից բուն իմաստով, որ թույլ չտային այդ պիղծ ձեռքով կպնել զոհվածի ծնողին։ Հասկանում եք, այն ծնողին, որի 18-ամյա որդին գիտակցաբար զոհվել է հայրենիքի համար։ Այդ օրը իրենք հասկացան, որ իրենց հետքերը մաքրված է եւ այլևս դրանից հետո կարիք չկա գնալու։ Ինչի համար իրենք գնան։ Գիտեք, ես անցած տարի դա իրենց դեմքերից հասկացա, երբ վերջի անգամ այո սեպտեմբերի 27-ին ԿՊԵ-ականները հայտնվել էին Եռաբլուրում եւ նույնիսկ միջադեպ տեղի ունեցավ իմ ու Ալենի միջև եւ ինչի ես չկարողացա գոնե լուր տանել իրենց ներկայությունը այնտեղ, որովհետեւ իրենք մինչեւ ականջները բացած բերաններով էին։ Իրենք իրենց լեզվով ասած փաչիկներ էին անում, ողջագուրվում, կատակում, վառ գույներով էին եկել այդ օրը։ Իրենց համար երևի, չգիտեմ, տարբերություն չկար, էլի տոնական օրեր, նույն տիպի օրեր, ինչ օրինակ Հանրապետության հրապարակում խրախճանք կանեին, որովհետև կերպ տարբերություն չկար։ Քեֆ են կանում, լավ են կանում։ Քեֆ են կանում, այո, լավ են կանում։ Իրենք այդ տրամադրությամբ էին եկել, հասկանում եք, եւ դրանով էլ հենց ավարտվեց։ Այդ օրը իրենք եկել էին նշելու իրենց համար իրենց հաղթանակը, որ վերջ իրենք այլևս որևէ մեկը իրենց մեղադրելու նպատակ չունի։ Եվ իրենք ազատ են արդեն իրենց մնացյալ գործողություններում եւ դրանից հետո ավելի ակտիվ սկսվեցին ռեպրեսիաները, ավելի ակտիվ սկսվեցին այո հենց այն բռնաճնշումները մեր բոլորի նկատմամբ, հայրենիքի համար այսպես պատերազմողների ու կռվողների նկատմամբ սկսվեցին այդ ամենը եւ սկսեցին մեզ մեղադրել, որ մենք սգում ենք, որ մենք ողբում ենք, որ մենք անընդհատ ուզում ենք տխրություն լինի, որ մենք Հայաստանի լավը չենք ուզում։ Ոչ, մենք չենք լացում, մենք չենք սգում, չենք ողբում, մենք հենց Հայաստանի լավն ենք ուզում, որտեղ մեր համար ոչ մի տարբերություն չկա Հայաստան, Արցախ կամ Հայաստանի որևէ մարզի միջև։ Այդ իրենց համար է, որ Հայաստանը այլևս Արցախից հետո դարձել է մանրադրամ։ Իրենք են Արցախը հակադրում Հայաստանին։ Հայաստանին, այսօր արդեն իրենք են, այսպես որպես մանրադրամ արդեն, չգիտեմ, սեղանի վրա դրել Սյունիքը, այնպես որ սա է իրականությունը, իսկ իրենք միևնույն է, ինչքան էլ փորձեն իրենց արյունոտ ձեռքերը լվանալ, միևնույն է, չեն կարողանալու։ Միևնույն է, ամեն բան ինչ որ մի օր ավարտվելու է։ Ոտքին Հակոբյան, դուք մանրադրամից եք խոսում, գիտեք, գործող իշխանությունը Արցախի հարցը փակված է համարում, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանը, երբ Եվրոպական խորհրդարանում ելույթեր ունենում, հայտարարում էր, որ ավելի շատ միջոցներ են ակնկալում արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, օրերս երբ ռուսական ընկերություններն են արցախցիներին աջակցություն տրամադրել, Արսեն Թորոսյանն է հանդիպում ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ եւ հայտարարել, որ լավ կլիներ, որ այդ ամենը կառավարության միջոցով իրականացվեր, այլ ոչ առանձին։ Ինչի մասին է վկայում այս ամենը, ինչի են փորձում նրանք հասնել այս ворթեգրած քաղաքականությամբ, հատկապես այն դեպքում, երբ Արցախի հարցը փակված են համարում։ Գիտեք, ամեն անգամ կառավարության նիստերի ժամանակ մեր հայրենակիցներին համոզելը, որ արցախցիներին տրամադրվել է այսքան գումար, այնքան գումար, այնպեսի թվեր են ասում, որ անկեղծ ասած ես այդ զրոների քանակը չեմ պատկերացնում, էլի, եւ ընդհանրապես դա 120,000 արցախցու համար են իբրև թե անում։ Այսինքն եթե բաժանում ես, պատկերացնում ես, որ հիմա այդ արցախցիները ցոփ, շվայտ կյանքով ապրում են, ամեն մեկը մի այսպես մեծ շքեղ 3 հարկանի տուն է կառուցել արդեն ու ապրում է։ Իրականությունը այդպեսին չէ, իրականում հավատացեք, արցախցիները այսօր ծայրահեղ ցաներ վիճակում։ Ես չգիտեմ այդ ինչպեսի գերադրական աստիճան գտնեմ նկարագրելու այդ վիճակը, որովհետև օրինակ Բառացի այսօր առավոտյան ինձ դիմել է արցախցի մի կին, որը միայնակ մեծացնում է իր երեխային, 3 հոգի են ընտանիքում եւ աշխատում են երկու չափահաս կանայք, բայց չեն կարողանում տան վարձը ճարել։
չեն կարողանում տանվարձ վճարել։ Խնդրում էր գոնե 20,000 դրամ աջակցել, որպեսզի այդպես հավաքելով ինքը կարողանա տանվարձը վճարել։ Իսկ սա իրականությունն է, արցախցիները աշխատում են, բայց չեն կարողանում դիմակայել այսօր։ Ես վստահ եմ մեր հայրենակիցները Հայաստանի եւս ծայրահեղծաներ վիճակում են սոցիալական առումով, որովհետեւ այն գնաճը, որ կա, ամեն օր մտնում ես խանութ եւ ամեն օր ես արձանագրում գնաճը նախորդ օրվա համեմատ։ Այսինքն այլևս Հայաստանի Հանրապետությունում չենք կարող խոսել արժանապատիվ կեցության մասին, մարդիկ գոյության, նույնիսկ գոյությունը իրենց պահպանել չեն կարողանում, այլևս չոր հաց աշխատել չեն կարողանում։ Ուր մնաց այն մարդիկ, ովքեր տան խնդիր ունեն, առավել եւս արցախցին, ով ենթադրենք 40-50 տարեկանում մի ամբողջ կյանք է անցել, մի ամբողջ մասնագիտական, այսպես պատմություն ունի կերտած, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ իր մասնագիտության համապատասխան աշխատանք գիտակցաբար շատ դեպքերում չեն տրամադրում, թույլ չեն տալիս, հնարավորություն չեն տալիս, որ ինքը աշխատի եւ այսպես պիտի ես բառը օգտագործեմ, կապիկություն անելով հորդորում են այլ մասնագիտություն սովորել, իրենց կրթվել են նորաձև շրջանակներում, այն պարագայում, երբ ինչպես եք պատկերացնում, էլի ցեղասպանությունից մազապուրտ եղած մարդը այսպես նորից, այսպես այլ միջավայրում նոր կյանքը շարունակվում է։ Այո, այսինքն այն ինչից, որ իրենք խոսում են, կամ կտրված են իրականությունից եւ ընդհանրապես տեղյակ չեն ինչ է տեղի ունենում, կամ դա անում են միտումնա, որ իսկ երկրորդը ավելի ճիշտ տարբերակն է իրենց հարմար։ Նաեւ բնակարանային ծրագիրը, որից իրենք խոսեցին, լավ, ես մեղադրում են, ասում են չեք օգտվում։ Ես ուզում եմ ամեն անգամ հարցնել, որովհետեւ իմ շրջապատում շատ է։ Մեկ հոգի է, չունի ոչ ոք։ Եվ հավատացեք կան իրենց մեջ մարդիկ, ովքեր պայթյունից է վառվել, ամուսինը որդին ինքը մենակ է մնացել, կան այդպիսի մարդիկ, կամ երկու հոգեանոց ընտանիք է, ես գիտեմ, երիտասարդ մոտ 25 տարեկան աղջիկ, որի երեխան 2 տարեկան է, ամուսինը վառվել է պայթյունից, 3 հոգեանոց ընտանիք, լավ, ինչպես իրենք բնակարան գնեն, ինչպես այդ ընտանիքներին դու պիտի պարտադրես, որ իրենք գնաս համանամերձ գոտում ապրեն։ Ինչպես երբ այո, եկեք խոսենք նաև այդ մասին։ Շատ մեր հայրենակիցներ այսօր համանամերձ գոտում ճամպրուկային տրամադրությամբ են, որովհետև իրենք եւս վստահ չեն, որ այս իշխանությունները վաղը իրենց տան հետ միասին չեն հանձնելու թշնամին։ Դա ասում են խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ից։ Միջազգային կոնվենցիային, որին նաև Հայաստանի Հանրապետության փաստականային միջազգային կոնվենցիային, որին նաև Հայաստանի Հանրապետությունն է միացած, հստակ կա այդ կետը։ Արգելում է սահմանամերձ գոտի բռնի տեղանվածներին պարտադրել կամ համոզել կամ ուղղորդել։ Այսինքն սա եւս խախտում։ Մյուս կողմից այդ դրա շրջանակներում նաև այդ կոնվենցիայի բոլոր այն երկրները, որոնք միացած են, պարտավորություններ ունեն իրար նկատմամբ, այսինքն այդ երկրները եւս այնպես չի, որ դա Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար իրենք գումարներ էին տրամադրում ի սկզբանե եւ շարունակում են տրամադրել, չնայած այս իշխանությունները ներկայացնում էին որպես այդ բոլոր աջակցությունները արցախցիներին իբրև թե Հայաստանի բյուջեից էր, բայց դրանք հենց այդ միջազգային գործընկերների միջոցներով տրամադրված գումարներն էր, որոնք եւ տրամադրվում էին արցախցիներին իդեպ մինչեւ հիմա շարունակվող 30,000-ական դրամներ անչափահասներին, թոշակառուներին, հաշմանդամներին, որոնց տրվում է բնակվարձի համար, դա եւս մեծամասամբ միջազգային կառույցներից է տրվում եւ իրենք դա չեն կարող հերքել։ Իսկ ինչ են փորձում իրենք կառավարել այս միջոցները, ինչի մասին է սա վկայում։ Վերադառնալով դրան, ասեմ, որ այո, իրենք ուզում են մեր հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ դա հենց իրենք են անում։ Դա հենց անում է Հայաստանի իշխանությունը մեր հայրենակիցների հարկերի արդյունքում, բայց իրականությունը այդպեսին չէ։ Ինչ վերաբերում է ռուսական Россотрудничество, Եվրազիա եւ Ռուսկի դոմ կազմակերպությունների միջոցով տրվելիք աջակցությանը, դա եղել է մեր միջնորդությամբ։
մենք ենք դիմել եւ սրանք են կազմակերպություններն են, որոնց հետ մենք նոր չէ որ համագործակցում ենք, այլ համագործակցությունը եղել է դեռևս Արցախում եւ ամեն անգամ դա շատ էսպես քաղաքականությունից զատ շատ գեղեցիկ եւ արդյունավետ համագործակցություն է եղել, որի արդյունքում շատ արցախցի ուսուցիչներ, երեխաներ, քաղաքացիներ տարբեր ծրագրերի շրջանակներում այցելություններ են ունեցել Ռուսաստանի Դաշնություն, տարբեր ծրագրերով դասընթացների են մասնակցել, նաև այո, եղել է հումանիտար աջակցություն բազմաթիվ անգամներ։ Սա 44 օրյայից հետո չէ արդեն։ Եվ 44 օրյայից հետո նաև Արցախում է եղել եւ արդեն տեղահանումից հետո, երբ գիտեք, իրոք այդ հոսքը անկառավարելի էր մեզ դիմողների, իրոք անկառավարելի։ Ես չեմ ասում հարյուրավոր ընտանիքներ, հավատացեք, ես ասում հազարավոր ընտանիքներ։ Եվ այդ հազարավոր ընտանիքների քանակը 5000-ը անցնում է։ Մարդիկ դիմում են, դու չունես որևէ հնարավորություն միջոց օգնելու այդ մարդկանց։ Եվ նորից այս պարագայում մեզ ձեռք մեկնեցին հենց մեր գործընկերները, նորից եմ կրկնում Եվրազիա, Ռոսատրոդնիչեство, Ռուսկի դոմ, որոնք էլ եւ անմիջապես են արձագանքել, չեք պատկերացնում այդ արագությունը։ Երևի 1-2 օրվա մեջ արձագանքել են, արագ սկսել են կազմակերպել այդ աշխատանքները բերելու Հայաստան, այնուհետև ցուցակների ճշտումները, որը էլի Հայաստանի իշխանությունները փորձում էին խոչընդոտել, իբրև թե դա մարդու իրավունքների ոտնահարում է եւ այդ տվյալները չպիտի իրենք ունենան, այլ տարբերակ գտան, սկսեցին բոլոր ուղղակի հնարավորինս տարբեր մարզերում բաժանել եւ այդ 6000-ից ավել ընտանիքների փոխարեն ներգրավել էլի հազարավոր ընտանիքներ եւ շարունակվում է ծրագիրը, եթե չեմ սխալվում, իրենք երկրորդ փուլով էլի պատրաստվում են անել եւ դա անում են ինքնուրույնաբար եւ իրականում հենց ասում է թիրախային համեմատելով Հայաստանի իշխանությունների հարած նմանատիպ ծրագրերին, որ հիշում եք դուք, հա, տարբեր էլի դոնոր կազմակերպությունների հետ միջազգային իբրև թե անում էին եւ դրան ներգրաված էին սոցիալական աշխատողները, ես ես վստահաբար ասում եմ, մեծամասամբ թիրախային խմբում գտնվող որևէ ընտանիք չի օգտվել հենց այդ սոցիալական աշխատողների հավաքագրած, իբրև թե ներկայացրած խմբի մեջ տեղ չեն գտել այդպիսի մարդիկ։ Ինչպես պատերազմից հետո Արցախում էր, դուք շատ եք նշում։ Այո, արել են անպատասխանատու, առաջին իսկ հանդիպածին առանց հետաքրքրվելու, այցելություններ տներ չի եղել, միգուցե գրել են, որ այցելել են, եղել է այսպես այնպես, բայց որևէ այցելություն չի եղել։ Եվ նաև ասեմ, նաև այդ տվյալների հավաքագրման բաղով ինչ որ անհասկանալի անձինք, որոնք կարողանում են նկարվել, չգիտես ինչպես արցախցի հա ծնունդով նույն սոցիալ հետ ներկայիս կամ ինչ որ դա ողջ արցախցիների անունից մատուցել դեսպանների հետ եւ կարողանում են բացահայտ Facebook-յան կամ սոցիալական այլ հարթակներում պահանջել արցախցիների անձնական տվյալներ, իբրև թե ինչ որ հարցեր ճշտելու, տեսեք իրենց թույլատրում են այս իշխանությունները դա անել։ Դա մարդկանց իրավունքների ոտնահարում չի, որ դու չգիտես վաղը իրենք դա ինչ նպատակով են օգտագործելու, հա։ Մարդը միամիտ է, նեղ վիճակում է, հավատում է, ի վերջո իր հայրենակիցն է, տալիս է իր տվյալները, բայց դու չգիտես վաղը դա ինչի համար է օգտագործվելու։ Միգուցե նաև հետագայում ընտրություններում ինչ որ դերակատարություն պիտի ունենան այդ տվյալները։ Հասկանում եք, եւ այս պարագայում այդ մարդիկ հակառակը կարողանում են կառավարության անդամների հետ անդադ նկարվել, խոսել ինչ որ գործընթացներից մեր հայրենակիցների մեջ ինչ որ հույսներ շնչել, բայց իրականում ճշտում եմ հարյուրավոր, հազարավոր արցախցիներից որևէ հարցով, որով դիմել են, այդ հարցը երբևէ որևէ լուծում չի ստացել կամ որևէ հետադարձ կամ պատասխան չի եղել եւ հետադարձ կապել որպես այդպեսին չի եղել։ Սեփական խնդիրներն են լուծում մարդիկ փաստացի։ Խնդիրները եւ փուչիկ ստեղծում են սրանով նաեւ խփելով Արցախի պետական ինստիտուտներին, ցույց տալով, որ իբրև թե Արցախի պետական ինստիտուտները որևէ բան չեն անում, բայց անում են իրենք, բայց ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ ես որպես Արցախի ազգային ժողովի падգամավոր երևի այդպիսի օր չկա, որ 2 կամ 3 տասնյակ ընտանիքի ինչ որ մի հարց չկարողանամ կարգավորել, բայց բնականաբար
դա որևէ կերպ սոցիալական որևէ հարթակում տեղ գտնել չի կարող, կամ այստեղ եթերում նստած ես որևէ անուն չեմ հնչեցնելու։ Բնական է դա եւ դա է նորմալ, երբ որ դու որևէ աշխատանք ես կատարում, որտեղ իմ բուն նպատակը ոչ թե այսօր խոսել, գլուխ գովալ, կատարած որևէ սոցիալական ոլորտի աշխատանքից կամ իրավական ոլորտի որևէ կարգավորումից, այլ իմ կոնկրետ նպատակը վերադարձ Արցախ, արցախցիների վերադարձի իրավունքի հաստատումն է եւ այդ ճանապարհին խոչընդոտների վերացումը եւ ես ու իմ նման շատ հազարավոր, տասնյակ հազարավոր արժանապատիվ հայեր արձանագրել ենք, որ գլխավոր խոչընդոտը այս իշխանություններն են, որոնց պետք է հեռացնել։ Հետեւաբար ես իմ ողջ էներգիան, իմ ողջ ուժը եւ մտավոր եւ ֆիզիկական դնելու եմ, որպեսզի հեռացնեմ այս իշխանություններին եւ կարողանամ ճանապարհ հարթել դեպի իմ գլխավոր նպատակ, ոչ թե ինչ-որ սոցիալական հարթակներում մարդկանց անընդհատ այդ լարված նյարդերի վրա խաղանք։ Եվ Տիկին Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է խոսում այսպես կոչված 4-րդ հանրապետության մասին, երեկ էլ հայտարարեց, որ գործող 3-րդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, նկատի ունենալով բնականաբար Արցախի հարցը, իսկ 4-րդը լինելու է արդեն խաղաղության տրամաբանության վրա։ Ձեր դիտարկմամբ ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այս օրակարգը եւ ինչպես պետք է դրան հակազդենք։ Գիտեք, երբ ինքը ասում է, որ կոնֆլիկտի տրամաբանությամբ է ստեղծվել 3-րդ հանրապետությունը, այստեղ իր արդեն որպես ղեկավար երկրի ես համարում եմ, որ սա հանցավոր հայտարարություն է իշխանության ղեկավարի կողմից։ Ինչու՞, որովհետև սա արտահայտություն է հօգուտ Ադրբեջանի։ Ամբողջ աշխարհը 3 տասնամյակ շարունակ իր համակ ուշադրության կենտրոնում է պահել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատահմամբ չի ստեղծվել, հենց այդ պատճառով է ստեղծվել։ Եվ այդ 3 տասնամյակների ընթացքում միանշանակ միջազգային հանրությունը փաստել է, որ արցախյան հակամարտությունը կամ այդ կոնֆլիկտը, ինչպես ինքն է սիրում ասել, ոչ թե հրահրվել կամ ստեղծվել է հայկական կողմից, այլ դա եղել է պարտադրված պատերազմ Ադրբեջանի կողմից եւ դա եղել է զավթողական պատերազմ Ադրբեջանի կողմից։ Հայը ընդհանրապես պաշտպանել է իր ապրելու իրավունքը, իր տանը, իր օջախում ապրելու իրավունքը։ Ուրիշ որևէ ցանկություն հայկական կողմը չի ունեցել։ Դրանից հետո պատերազմում հաղթանակ արձանագրելուց հետո փորձել է բանակցային գործընթացով հաստատել նաև այսինքն միջազգային արդեն, օրակարգ ձևավորելով իր ապրելու իրավունքը արդեն այդպես փաստաթղթավորված, արդեն կարողանա հիմնավորել եւ ունենալ։ Այսինքն սա է եղել։ Այդտեղ չի եղել կոնֆլիկտային որևէ գործընթաց։ Եղել է նորմալ բանակցային գործընթաց, ինչը որ ունեն աշխարհի բոլոր պետությունները եւ նորմալ է եղել այն, որ այո, մենք շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնց ոչ թե մենք ենք համարել թշնամի, այլ իրենք են մեզ համարել թշնամի եւ դարեր շարունակ ամեն դեպքում Թուրքիայի պարագայում եւ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի պարագայում փորձել ոչնչացնել մեզ։ Հիմա գիտեք ինչ, այդ քարտեզը դու չես կարող ձևափոխել, դու չես կարող տեղափոխել Հայաստանը։ Դու պետք է ընդունես այդ իրողությունը, որ շրջապատված ես սրանցով եւ կարողանաս ապրել այդպես եւ դա անել միայն բանակցային գործընթացով, որը որ արվում էր 3 տասնամյակ եւ հարաբերություններ էին ինչ որտեղ, ինչ որ կերպ, այո, կամած, բայց կարգավորվում, բայց հիմնավոր կարգավորվելու պարագայում եւ նաեւ Արցախի հարցն էր կամած լուծվում եւ բանակցային գործընթացում, որը բաց աղբյուրներում նույնիսկ կա եւ յուրաքանչյուրը կարող է կարդալ ու հասկանալ, եթե ունակություն ունի հասկանալու, երևի թե այս իշխանությունները չունեն այդ ունակությունը, այդտեղ շատ հստակ տարբերակները բոլոր կային եւ այդ տարբերակներից այն ճանապարհն էր արդեն, որ ընտրվում էր տարբերակ, որը ոչ թե պիտի ընդունելի լիներ, ինչպես այս իշխանություններն են սիրում, ասել կամ ինչպես Նիկոլն էր ամենասկզբում 3 ժողովուրդների համար, այլ պիտի
արդարության զգացում առաջացներ երկու կողմի համար, եւ հայկական կողմի, եւ ադրբեջանական կողմի։ Այսինքն բանակցային գործընթացի ընթացքում իր անվտանգային համակարգը պիտի ձևավորվեր Արցախի, այո, ինչ որ հատվածների փոխանակում պիտի տեղի ունենար, մի խոսքով այդ տարբերակները այնտեղ դրված են, բոլորը կարող են կարդալ ու տեսնել, թե ինչ ձևով էր դա տեղի ունենալու։ Եկավ Նիկոլը ջնջեց այդ ամենը։ Իսկ ով է ասում, որ այնտեղ խոսվում էր, որ ոչ մի թիզ այս կողմ են կողմ չի արվելու, չկար այդպիսի բան։ Չկար, իրենք կեղծում են, իրենք ստում են, որտեղ բանակցային գործընթացը ամբողջությամբ տանում էր հենց դրա այնպիսի կարգավորմանը, որ երկու կողմերի մոտ էլ պիտի արդարության զգացում լիներ։ Հիմա նայեք, ինքը խեղաթյուրելով այս ամենը, տանում է նրան, որ ստացվում է իր խոսքերից, որ կոնֆլիկտ հրահրողը, կոնֆլիկտի այսպես էպիկենտրոնը հենց Հայաստանն է եղել։ Նախագահները մեղադրում են մեր զինվորները ինչ գործ ունեն միջազգայինորեն ճանաչված սահմանից դուրս։ Այդտեղ իրեն պիտի յուրաքանչյուր արտաբակոտեղ են ինչ գործ ուներ։ Իսկականից արդեն գիտեք այդ պոպուլիզմը, որը ըստ էության նորմալ երկրներում հարիր է ընդդիմությանը, չգիտես ինչու այստեղ հակառակն է, հա, փաստերով խոսում է ընդդիմությունը, պոպուլիզմով տառապում է իշխանությունը։ Հիմա տեսեք ինքը ինչ է անում։ Ինքը ստացվում է, որ քանի որ չի կարողանում, հա, որևէ բան վերականգնել, հա, նույն այն երեխան է, որ փորձում է լեգոն հավաքել, հասնում է մի բայ տեսնում է, որ էլ չի կարողանում հավաքել, ներվայնանում կոտրում է։ Հա, հիմա ինքն է ներվայնացել է, տեսնում է չի կարողանում այդ կեղծիքով, ստով, ինչ որ ավելի հոդավաշ, այսպես հիմնավորումներ տա իր արածի, որոշեց որ ամենալավ տարբերակը ջնջում ենք, ժողովուրդ ջան։ Նոր հանրապետություն ենք ստեղծում։ Չի եղել, ոչ ոք չի եղել։ Մենք չենք եղել այսպես ինչ որ առաքինի, ինչ որ արժանապատիվ, ինչ որ արժեքներ ունեցող, ավանդույթներ ունեցող ժողովուրդ, մենք հիմա ուզում ենք անունը դնենք խաղաղություն, ցոփ, շվայտ, լկտի կյանքով ապրենք, չգիտեմ, միայն մտածենք ուտելու, խմելու ու չգիտեմ ինչ կերպ ապրելու մասին։ Մենք մեր գերագույն նպատակը այսօր դա է լինելու, եւ դա իբրև թե լինելու է խաղաղությամբ։ Գիտեք, ես պիտի հիասթափեցնեմ բոլորին։ Հիմա Արցախում էլ է խաղաղություն։ Իրոք անկեղծ, ես 23 թվականի երևի արդեն հոկտեմբերին, նոյեմբերին առաջի բանը, որ իմ մտքին եկել է, հենց դա է, որ Արցախում խաղաղություն է։ Կրակոցներ չկան, մարդիկ այլևս չեն զոհվում։ Խաղաղություն է, բայց այնտեղ հայ չկա։ Հայ ինքը վերելու է այդ խաղաղությունից, վերելու է Հայաստանի տարբեր մարզերում, վերելու է Հայաստանում այդ խաղաղությունից։ Ես առավել քան վստահ եմ, որովհետև ձեռագիրը չի փոխվել, որովհետև անձինք նույնն են մնացել, որովհետև այն միջոցները ու մեթոդները, որ կիրառվում են, դրանք նույնն են մնացել, ինչպես եւ Արցախում էր, եւ այն մեկնաբանությունը, որ տրվում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթին, չնայած որ մենք շատ լավ հասկանում էինք, որ հենց այդ փաստաթղթով Նիկոլը հանձնեց Արցախը, բայց նաեւ գտնում էինք էլեմենտներ, որտեղից կարելի էր օգտվել իրոք այդպես պահելով ստատուս քվո վիճակ եւ հետագայում արդեն բանակցային գործընթացում կոնկրետ արդեն կարգավիճակի հարցը կարգավորել փորձում էինք գտնել, հա, այդ նշույլները նոյեմբերի եւ կար իրականում եւ դա առ այսօր կա, որ հնարավոր է օգտվել նաեւ դրանից։ Նման մի հայտարարություն արդեն կա ստեղծված Վաշինգտոնում։ Ասում են ավելի լավն է, քան նոյեմբերի 9-ը, եւ ընդդիմությանն են մեղադրում, կարծես ընդդիմությունն է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել։ Ես ցավով հետևում եմ միջազգային լրահոսին ու երևի ուղղակի ասենց քարացած ենք էլի բոլորս չենք արտասվում, բայց բավականին հուզիչ էր Պաղեստինի եւ Իսրայելի գերիների փոխանակման այդ դրվագը։ Հա, այն ինչ որ օրինակ այս իշխանություններին եկեք հիշենք էլի պատերազմից հետո Ադրբեջանը այսպես մատի շարժումով ստացավ իր բոլոր գերիներին, անգամ հանցագործներին, հետո դրանից հետո հանցագործություն գործածներին, Հայաստանի նկատմամբ դեպ գործածներին անընդհատ ստացավ։ Իսկ այսօր Բաքվի բանտում մենք ունենք նույնիսկ 2020 թվականից գերեվարված քաղաքացիական անձօրինակ։ Մենք ունենք հիմա իրավապաշտպանները արդեն վստահ են ասում, որ
թիվը ոչ թե 23-ն է մեր պատանդարված ու գերեվարված, այլ եւս 80 եւ ավել, մոտ 120-ից ավել, մոտավոր 123 անձի մասին է խոսքը։ Հա, սա իրականությունն է եւ եթե իրոք խաղաղություն է, այնպես, տեսեք, նոյեմբերի 9-ը մենք ասում ենք լավ, դա էլ է, հա, խաղաղության հայտարարություն եւ հիմա առաջի բանը, որ մենք սրտադրոպ սպասում ենք եւ արդարացված է ամեն ճանապարհ, դա արագ գերիների վերադարձն է լինելու։ Հիմա լավ, կա Վաշինգտոնյան շատ ավելի լավ խաղաղության հռչակագիրը, չգիտեմ, փաստաթուղթը, բայց ինչու գերիները Հայաստանի Հանրապետությունում չեն, կամ ինչու մինչև ստորագրելը արդեն այդ գերիները Հայաստանի Հանրապետությունում չէին։ Միացյալ Նահանգների նախագահն է այդ հարցը բարձրացնում, քան Հայաստանի վարչապետը։ Այո, եւ դուք հասկանում եք չգիտեմ, երեկվա տեղի ունեցածը, ես երբ փորձում եի ինչ-որ իմաստ գտնել այդ բազմաթիվ նկարների, ձեռքսեղմումների, չգիտեմ, տեսանյութերի մեջ, որտեղ Հայաստանի պարտված ու կռացած ղեկավարը փորձում էր առյուծի կերպար ընդունել, իհարկե չէր հաջողվում իրեն, ես մի բան հասկացա, որ այս ամբողջ գործընթացը, որ իրենք անում են, ես փորձում եմ իրոք էլեմենտ գտնել, վատը չտեսնել այդ ամենի մեջ, էլեմենտ գտնել հոգուտ հայի ու Հայաստանի, անկեղծ չգտա։ Եվ ես հասկացա, որ այդտեղ միակ շահողը դա Նիկոլն է ու իր ամբողջ շարքը, անձնական շահը, հասկանում եք, եւ իրենց ֆիզիկական անվտանգության բոլոր խնդիրներն են իրենք սրանով լուծում, եւ իրենց ֆինանսական բոլոր խնդիրներն են լուծում, եւ իրենց ցոփ ու շվայտ ապրելը։ Իսկ 4-րդ հանրապետության հայտարարումը դա ըստ էության Թուրքիայի երազանքի կատարումն է արդեն։ Չի եղել ուղղակի Հայաստան։ Չի եղել Հայաստան, որպես այդպիսին, ինչ պատմության մասին ենք մենք խոսելու այլևս Հայաստանի եւ մինչ 4-րդ հանրապետության մասին արդեն ավելի վստահ հայտարարելը մարդը արդեն իսկ փոխել է հայոց պատմության հիմքերը դրվել է։ Հիմքերը ու դասագրքերը, այո, փոխել է արդեն։ Իսկ սրանք պլանավորած գործընթացներ են, որի ավարտը իրականում Հայաստանի կեղեքումն է, Հայաստանի որպես սուբյեկտ վերացումն է եւ աշխարհի օրակարգից ընդհանրապես դուրս մղելն է Հայաստանի Հանրապետությունը։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։